Ես Նարեկ Ասպարյանն եմ, 17 տարեկան, սովորում եմ Վայոց Ձորի մարզի քոլեջում, երկրորդ կուրսում զբոսաշրջություն մասնագիտությամբ։ Ես Մանասերյան Անուշն եմ, ես նույնպես սովորում եմ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում, զբոսաշրջության մասնագիտությամբ կուրսեցիներ ենք։ Նախ իմ ստեղծագործական կյանքի մասին կարող եմ նշել, որ այնպես չի, որ ես 1 տարվա ընթացքում այդ ամեն ինչ տեղի ունեցել, 7-րդ դասարանից սկսած ստեղծագործում եմ։ Իսկ ես գրքի մասին գրել եմ դեռ 9-րդ դասարանից եւ միայն վերջին 1 տարվա ընթացքում է հնարավորություն ինձ հրատարակելու, գրքի մասին խոսելու եւ գրել եմ սկզբում բանաստեղծություններ, ինչ-որ հեքիաթներ, իսկ գրքի մասին խոսելու բան բնականաբար շատ ունեմ, որովհետեւ դա իմ երազանքների ճանապարհին ամենաառաջին երազանքն է, որը որ կարողացել եմ իրականացնել։ Գիրքը կոչվում է «Աստղերը միայն նրանց համար են»։ Գրքում 90% դեպքերը լրիվ իրականություն են եւ միայն 10%-ն է, որ ամբողջությամբ հորինված է, որովհետեւ մարդիկ իրենց կյանքի ընթացքում բավականին մեծ դժվարությունների մեջով են անցնում եւ ես այնպիսի գիրք եմ գրել, որ կարողանան կարդալ տարիքային շեմով բոլորը, որ հասկանան կյանքում ամեն ինչ սկսվում է 0-ից, հասնում են հաջողությունների եւ այդ հաջողությունների ճանապարհին հնարավորություն ունեն ընկնելու եւ նորից քայլելու։ Գիրքը առհասարակ պայքարի մասին է, մանկատան լրությունից մինչև սեփական արմատների բացահայտման մասին է ու կյանքի ճանապարհին մենք չգիտենք ում կհանդիպենք, ինչպես կդասավորվի մեր կյանքը ու մենք ինչ ռեակցիա կարող ենք տալ կյանքի փորձություններին։ Ես մանկատան ծանոթներ ունեցել եմ իրականում եւ բացի դրանից համացանցից բազմաթիվ պատմություններ եմ լսել, որոնք որ ցանկացել եմ լուսաբանել, որովհետեւ չգիտես ինչու հասարակության մեջ կա մի կարծրատիպ, որ եթե մարդը մանկատնից է, ապա իրավունք չունի ամենալավը ապրելու, իրավունք չունի ուսում ստանալու, կյանքում առաջ գնալու, բայց իրականում մանկատանը մեծացած երեխաների հոգեբանությունը իրականում շատ դժվար է հասկանալ ու մանկատանը մեծացած լրությունից հետո աշխարհի այդ աղմուկը ընդունելը բավականին դժվար է։ Այդտեղ կան դեպքեր նաև թրաֆիքինգի մասին, պատերազմի մասին, որոնք որ մեր սերունդը իր վրա զգաց, մարդկային ստուգության մասին, որ անկախ նրանից որ 21-րդ դարն է, բառերը ու տերմիններն են փոխվել, բայց շատերի կեղծ մտածությունները ուղղակի չեն փոխվել ու դրա համար ես որոշեցի, որ պետք է լուսաբանեմ։ Բացի դրանից այդտեղ հարկա է նաև սիրավեբ, որը որ շատ հետաքրքիր է, բայց չեմ ուզում շատ փակագծերը բացել, որովհետև կարծում եմ, որ գրքի մասին խոսելը ու գիրքը կարդալը այն զգալը տարբեր երևույթներ են իրենցից ներկայացնում, իսկ գրքի մասին նաև կնշեմ, որ սարսափ ոչինչ գրքի մեջ չկա, որովհետև կյանքը ինքնին սարսափելի չէ, եւ քանի որ ես գրել եմ կյանքի մասին, կարծում եմ, որ կյանքը սարսափելի կողմեր չունի, ուղղակի կան դժվարություններ, որոնք որ պետք է պատվով եւ արդար ճանապարհով հաղթահարել։ Դասանք ունի նպատակ, բայց շատերը ճանապարհի կեսից ուղղակի հանձնվում են։ Գիրքը կոչվում է «Աստղերը միայն նրանց համար են» եւ այն պայքարի, շարունակական պայքարի մասին է։ Գիրքը սովորեցնում է դեռահասներին եւ առհասարակ բոլորին, որ չի կարելի հանձնվել։ Եթե դուք ունեք երազանք, եթե դուք ունեք նպատակ, ամեն ինչ արեք արդար ճանապարհով դրան հասնելու համար եւ մանկատան գլխավոր հերոսուհին Լուսեն է, ով մանկատան դրությունից մինչեւ սեփական արմատների բացահայտում նկատի ժամանակահատվածում ինքը չի հանձնվում ու երբեք չի տրվում այն անարդարությանը, այն կամայականություններին, որոնք որ շատ հաճախ տեղի են ունենում աշխարհում։ Ես ուզում եմ, որ այդ գրքի շնորհիվ դուք հասկանաք ձեր կյանքը ինչպես կառուցեք, որ երբեք ոչ միայն չհանձնվեք, այլ նաև չչարանաք ոչ մեկի նկատմամբ, որովհետև մեր կյանքում հայտնված մարդիկ ու ինչ որ մի դաս տալիս են։ Այն ժամանակ, երբ որ հասկացա բավականին մեծ մտքեր ունեմ ու ուզում եմ աշխարհին դա տեսանելի դարձնել։ Ուզում եմ, որ այնպես ինչպես ես եմ կարդում մարդկանց մասին, գրում նրանց մասին, այնպես էլ աշխարհը կարդա իմ հերոսներին, իմ մտքերը, իմ հերոսների միջոցով։ Ու անկեղծ ասած, ես այդ գիրքը գրելու ճանապարհին երբեք չեմ մտածել, որ միգուցե մի օր կգա ու մարդիկ կճանաչեն իմ գրքերը կամ ինձ որպես հեղինակ, բայց այս բայդրությամբ կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր որ իմ կողքին կանգնեցին ու վստահաբար կարող եմ ասել, որ նրանք դարձան այն ճանապարհը, որ ես շարունակեմ իմ գրքի կարիերան եւ շարունակեմ գրքեր գրել։
Պատկերացրեք դուք 17 տարեկան եք եւ գիրք եք գրել։ Իսկ իմ հետևորդուն պետք չի դա պատկերացնել։ Նամակ եմ ստանում իմ հետևորդուհուց, որտեղ ինքը խնդրում է իրան աջակցել, ով եմ ես, որ դա չանեմ։ Դրա համար եկեք պատմեմ մի փոքր մանրամասները եւ եկեք միասին աջակցենք։ Իր առաջի գիրքն է եւ կոչվում է Աստղերը միայն նրանց համար են։ Պայքարի, երբեք չհանձնվելու եւ դժվարություններից պատվով դուրս գալու մասին է։ Դա մի աղջկա ճանապարհ է մանկատան լռությունից մինչեւ սեփական արմատների բացահայտում։ Այստեղ նույնիսկ գեներացված է գլխավոր հերոսուհի, մայրը, հայրը։ Գիրքը արժի ընդամենը 2500 դրամ եւ կարող եք ձգվել on-line տարբերակով հենց իրեն գրելով եւ հուսամ իմ հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր նույնպես սիրում են գիրք եւ աջակցել։ Ժողովուրդ, մեզ հայրենակից մի աղջիկ շատ երիտասարդ տարիքում մի գիրք ա գրել։ Ես ինձ հենց նոր փոխանցեցին, ես նոր ծանոթանում եմ, ոնց հասկանում եմ, շատ հետաքրքիր կյանքի պատմության մասին գիրք է։ Եթե կցանկանաք իրեն աջակցել, ձեռք բերել գիրքը, համել ծանոթանալ, տենց հետաքրքիր պատմության, ստեղ թողնում եմ իր կոնտակտը, կարող եք կապվել, ես ինքս հենց նոր ձեռք բերեցի, բավականին մատչելի գիրք է, կարող եք իրեն աջակցել։ Բարի երեկո բոլորին։ Ուրեմն վերջերս մի երիտասարդ աղջիկ գրեց իմ էջին ու իմացա, որ ինքը գիրք է գրում, բացի մի շարք այլ նախասիրությունները եւ գործունեության տեսակներ, ինչով որ զբաղվում է 17 տարեկան հասակում գիրք է գրել։ Ինչ եմ ուզում ասեմ, այսօր մենք բոլորս կարող ենք այդ գիրքը ձեռք բերել, ասեմ, որ ես արդեն ձեռք եմ բերել ու որոշ հատված կարդացել եմ, իհարկե ամբողջական գրքի մասին չեմ կարող հիմա լրիվ կարծիք կազմել, բայց ինչքանը որ կարդացել եմ շատ հետաքրքիր էր ու ամենահետաքրքիր պահը նա էր, որ 17 տարեկանում արդեն այնքան իմաստություն ունի, այնքան ցանկությունը մեծ է, ձգտումները շատ են, որ հասցրել է այդ գիրքը գրել։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, եթե դուք կուզեք քաջալերեք մեր Նարեին, ստեղ գրում եմ իր Instagram-յան էջը, գրեք իրան book կամ գիրք եւ ինքը մանրամասնություններ կուղարկի ինչպես կարող եք դուք էլ ձեռք բերել։ Նարեն մեր կուրսի ամենաակտիվ ու շատախոս մարդկանցից մեկն է, իսկ ասայի ամենաշատախոսն է, միշտ ակտիվ, մեր կուրսի ամենագերազանց սովորողն եմ կարծիքով, իր գրքի մասին մեզ ասել էր դեռ առաջի կուրսում, սեպտեմբերի 1-ին, դասախոսներից մեկին ասեց, որ նման գաղափար ունի, մինչև այդ ոչ մեկս իրեն չէինք ճանաչել, իսկ վերջերս հունվարին, երբ որ արդեն ցույց տվեց գիրքը, երբ որ արդեն ասեց, որ գիրքը պատրաստ է, որ շուտով վաճառքի ենթակա է լինելու, հենց մեզ բոլորի զարմանքներ ու ինչ-որ տեղ նաև մեր բոլորի հպարտությունը։ Հոլակալ է։ Կարծում եմ իմ ուսում չկա այնպիսի մարդ, ով որ ուղղակի հպարտ կամ ուրախ չի եղել։ Ես սովորում եմ այնպիսի քոլեջում ու այնպիսի կուրսում, որտեղ բոլորը իրար ընկերներ են, ոչ մեկ երբեք չի մտածի ինչ-որ մեկին վատություն անի, որովհետև մեր դասախոսական անձնակազմում մեր ծնողները մեզ փոխեցին այնպես դաստիարակել ու այնպիսի դասեր տալ, որ մենք դառնանք ոչ միայն լավ մարդիկ, այլ նաև լինենք լավ ընկերներ, որովհետև լսել ենք շատ հաճախ, որ ընկերություն գոյություն չունի, թե իմ գրքում, թե իմ ռեալ կյանքում ես կարող եմ վստահաբար ասել, որ ընկերություն գոյություն ունի եւ ընկերասեր մարդիկ իրականում գոյություն ունեն։ Մենք կարող ենք ունենալ շատ ծանոթներ, բայց ընկերները բավականին քիչ են լինում։ Պետք է լինեն այնպիսին, որ քեզ ընդունեն այնպիսին, ինչպես որ կաս, չփոխեն քեզ, բայց նաև կարողանան ձեռքդ բռնած անցեն այն կյանքի մեջով, որով որ դու ես անցնում։ Իմ գրքի գլխավոր հերոսուհին Լուսեն, եւ որ գտնում է իր ընկերներին, գտնում է իր կյանքի ընկերոջը, նրա ձեռքը երբեք բաց չեն թողնում։ Նա ունենում է հիասթափություն, բայց այդ հիասթափությունը իրեն սովորեցնում է, որ նա պետք է ապրի, պետք է գտնի ճիշտ մարդկանց, այսինքն մարդկանցից հիասթափվելը ամենասխալ քայլը կարող է լինել, որովհետև երբ որ Աստված ստեղծեց մարդկանց, ինքը չմտածեց, որ մարդիկ կարող են միգուցե ինչ-որ չար գործեր անել, որովհետև յուրաքանչյուր չար մարդ ինչ-որ պատճառ ունի կամ ինչ-որ կյանքում դժվարության հանդիպել ու չի կարողացել այդ ամենը հաղթահարի։ Իսկ իմ գրքում նաև այն խոսվում է վերջում, որ բոլոր հերոսները, թե չար, թե բարի, կյանքի ամբիոնի առաջ պատասխան են տալիս ինչի համար, իրենց քայլերի պատասխանատուն նրանք են ու ինչի համար մենք արեցինք այս քայլը, որն էր մեր քայլի արդարացումը։ Որ Աստված բոլորին ստեղծել։
Բնականաբար։ Ընթացքում մարդիկ տեսերին փոխվում եւ մերժված։ Ի վերջո մենք ոչ մեկ չի կարող ասել, որ մեզանից յուրաքանչյուրը վաղը միգուցե ինչ-որ չար գործ չի անի։ Իհարկե ես չեմ ուզի, որ ոչ մեկ չար գործ անի, ամենայն դեպս մենք եկեղեցի ենք ուտնում, աղոթք ենք անում ու այդ աղոթքի բառերի մեջ կարծում եմ մեր կյանքն ու մեր ճակատագիրն են։ Դրա համար կարծում եմ պետք չի չար որևէ գործեր անել ու իմ գրքում ես բոլորին կոչ եմ անում, որ եթե դուք երբևէ ինչ-որ մեկի նկատմամբ չարացել եք, ուղղակի մոռացեք ու անցեք, որովհետև իմ կյանքում էլ են հանդիպել այնպիսի մարդիկ, ովքեր ինչ-որ վատություններ են արել, ովքեր նեղացրել են, բայց ես ոչ թե դրանից չարացել եմ, ոչ թե դրանից կոտրվել եմ, ես ուղղակի ներել եմ, իրենց ընդունել եմ որպես մարդ ու անկախ նեղացնելու չափանիշից, անկախ այն բառերից, որոնք շատ հաճախ լսել եմ, միևնույնն է ես նրանց միայնակ չեմ թողնի երբեք, անկախ ամեն ինչից։ Առաջի գրած բանաստեղծությունը մայրիկիս մասին էր, որովհետև ես մայրիկիս ահավոր շատ եմ սիրում ու եւս մեկ առիթ է նշելու, որ ինքը իմ կյանքի լավագույն ընկերն է ու այն միակ կինն է, որին որ ես կցանկանամ երբևէ նմանվեմ։ Ես հիմա իրանից հեռու եմ սովորում, ինքը գտնվում է Երևանում, անսահման կարոտում եմ ու ամեն անգամ, երբ որ լսում եմ իր անունը, ակամայից ուզում եմ մի րոպե շուտ վերադառնամ քաղաք, որովհետև ես չափից դուրս շատ կարոտել ու շատ սիրում եմ իրան։ Մայրս աշխարհի երեսին գտնվող այն միակ մարդն է, ով պատրաստ է ինձ սխալը ճիշտ դարձնի, ով պատրաստ է ինձ միշտ առաջ տանի։ Անկախ ամեն ինչից ես իրեն շատ եմ սիրում, որովհետև եթե որևէ մեկը երբևէ իր ծնողից նեղացել է, ուրեմն ամենասխալ քայլն է արել, որովհետև հետո մենք ժամանակ չենք ունենալու կամ հետո մենք ուղղակի հնարավորություն չենք ունենալու իրան ասենք, որ մենք քեզ շատ ենք սիրում։ 7-րդ դասարանում գրել եմ մայրիկիս համար, գրել եմ հայրենիքիս համար, իմ համար կարևոր երկու սրբություններ են մայրը եւ հայրենիքը, որովհետեւ եթե դու չունես մայր, դու քեզ չունես, եթե դու չունես հայրենիք, դու ոչինչ չունես, ուղղակի։ Անշի իմ գիրքն է ընթերցել եւ կարծում եմ, որ գրքի մասին կարող է խոսել։ Ես գիրքը գնել եմ մոտ 1 ամիս առաջ երևի, գնել եմ ավելի շատ աջակցության համար, նաև ինձ իրոք հետաքրքիր էր, թե ինչ կարող է մտքով անցած լինի ու ահավոր հետաքրքիր գիրքեր շատ հեշտ է կարդացվում իրականում, երբ որ սկսում եք արդեն չեք հասկանում, թե երբ հասակ, ուր հասակ ու ինչի համար։ Լուսեի ճանապարհը շատ հետաքրքիր էր, խառն էր, ծանր դրվագներ կային, բայց այն ուրախ պահերը, որ ինքը իր կյանքում գտնում է ճիշտ մարդկանց, շատ ավելի հաճելի էին։ Ջան, եթե գախնի չի, ասես ինչու ես երևացել։ Ես քաղաքի թողողից ուղակի հոգնել եմ։ Ես սիրում եմ գյուղը, գյուղի մարդկանց, սիրում եմ բոլորին ու սիրում եմ նորություններ։ Բացի դրանից ես հիմա ապրում եմ տատիկիս հետ ու կարծում եմ, որ մեր տատիկ պապիկները ուղղակի մեր մանկությունն են։ Իմ մանկությունը այստեղ է անցել։ Ես այստեղ եմ մեծ հաշվով մեծացել ու անկեղծ ասած, երբ որ գիտես դու վազում ես դեպի քո մանկություն ու դեպի քո հիշողություններ, ուղղակի քաղաքի լավ կյանքը կարող ես թողնել ու վազել ուղղակի այստեղ։ Բացի դրանից ես սիրում եմ լուծություն ու հանգստություն։ Իսկ Եղեգնաձորը եւ առհասարակ Վայոց ձորի մարզը ինձ համար այն ամենաներդաշնակ, ամենախաղաղ ու ամենագեղեցիկ մարզերից ու քաղաքից մեկն է։ Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր երբևէ այստեղից գնացել են, ընդմիշտ են գնացել, ուղղակի կարող են թողնել ու ետ վերադառնալ, որովհետև ես հստակ կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր որ իրենց քաղաքից, իրենց գյուղից, իրենց տնից գնում են, ընդամենը 1 տարի հետո ուղղակի անսահման կարոտով են լցվում, կարոտում են իրենց տունը, որտեղ որ մեծացել են, որտեղ որ առաջին անգամ իրենց փառերն են ասել կամ առաջին անգամ իրենց մայրիկի կամ տատիկի պատրաստած ճաշն են համտեսել։ Իրականում չգիտեմ, եթե դուք մտածում եք, որ քաղաքում ամեն ինչ հիասքանչ է, ուղղակի կարելի է մի օր գալ այստեղ ու հասկանալ, որ ամեն ինչ ուղղակի իդեալական է։ Ճիշտ է, կյանքում ոչինչ իդեալական չի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Վայոց ձորը ինձ համար ուղղակի իդեալական է։ Հայրիկս Վայոց ձորից է, ավելի կոնկրետ Եղեգնաձորից։ Իմ բարեկամների մեծ մասը այստեղ է գտնվում մայրիկիս կողմից, եւ հենց այդպես սկսեցի շատ սիրել։
Ես սիրում եմ լեռներ, բնություն ու վայոց սորը այդ եզակին է ուղղակի։ Սիրում եմ, երբ որ օդը մաքուր է ու դու կարող ես հանգիստ քայլել փողոցով։ Սիրում եմ, երբ որ դու գտնում ես իրական ընկերներ, որովհետև ես տեսակով ինչ որտեղ չշփվող մարդ եմ եղել քաղաքում, բայց այստեղ ես ուղղակի գտա շատ լավ ընկերներ, ովքեր որ ամեն պահի պատրաստ են քեզ օգնեն ու քո կողքին կանգնեն։ Քանի տարի է որ այստեղ։ Արդեն 2։ Կարծում եմ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի անմիջական է դարձել։ Առաջին օրվա ինձ էլ շատ ակտիվ էր ու բոլորիս հետ շատ հաճախ շփվում էր, ուղղակի ընթացքում, երբ արդեն ամբողջ քոլեջը իրեն ճանաչում է, իր անմիջականությունը, էներգիան ավելի է բացվում։ Ես քաղաքում ապրել եմ կարճ ժամանակ ու այնտեղ դժվար է բացվել, այնտեղ դժվար է շրջապատ գտնելը, այստեղ ամեն ինչ ավելի անմիջական է ու ավելի պարզ իմ կարծիքով։ Նաև քոլեջից է, որտեղ քոլեջը շատ մեծ աջակցություն է ցույց տալիս միշտ ու բոլորին, թե մեր դասախոսները, թե ուսանողները։ Նարեն նաև ուսանողական խորհրդի ակտիվ անդամ է ու ամբողջ քոլեջը sense ողջևորված սպասում է գրքի հետագա զարգացումներին, որոնց է նաև շնորհանդեսը, որ շուտով տեղի կունենա։ Ես նաև կնշեմ, որ այստեղի մարդկանցից եմ, եւ որ ես եկա քոլեջ, ես ուղղակի չէի պատկերացնում, որ նմանատիպ մարդկանց կհանդիպեմ։ Բնականաբար ամեն ինչ իդեալական չի գնացել։ Եղել են այստեղ խնդիրներ, բայց մեր քոլեջի դասախոսները, մեր քոլեջի տնօրենությունը, մեր ծնողները ամեն ինչ արել են, որ այդ խնդիրները հարթվի, որ մենք սիրելով գնանք դասի եւ այդ տեսանկյունից ես ուղղակի անանձնահատուկ միշտ կարող եմ շնորհակալ լինել տնօրենին պարոն Դովլաթյանին, որովհետեւ որ դու կարող ես քեզ գտնել եւ բացի կրթություն տալուց նրանք ապահովում են մեզ ընկերասիրությամբ մարդ տեսակով, որը որ միշտ պահպանվում է։ Երբեք ես ինձ վատ չեմ զգացել քոլեջում։ Եղել են դեպքեր, որ մերոնց եմ կարոտել, եղել են դեպքեր, որ միգուցե դու խնդիրներ էլ ունենաս որոշակի մարդկանց հետ, բայց ես շարունակել եմ նրանց սիրել եւ նրանք էլ միշտ մոռացել են ուղղակի ցանկացած խնդիր ու մենք դարձել ենք մի ընտանիք։ Մենք ամբողջ կուրսով, ամբողջ քոլեջով մի ընտանիք ենք ուղղակի։ Արձակուրդներին չես կարողանում գնալ ձեր։ Գնում եմ արձակուրդների, բայց կարծում եմ, եթե դու ծնողիդ կարոտում ես քո եղբորը, դու կարոտում ես քո փողոցը, տունը, ուղղակի 3 ամիսը կամ ծմերային արձակուրդները կարծում եմ բավական չի, բայց ամենայն դեպս, եթե դու ուզում ես ինքնուրույն լինես, եթե դու ուզում ես կյանքում առաջ գնաս, ռիսկի դիմել պետքա ինչ-որ կերպ առանձնանալ ու հասկանալ, թե դու ամբողջ կյանքում ինչի ես ընդունակ։ Որովհետև այս 2 տարվա մեջ ես հասկացա, որ ես ընդունակ եմ ապրելու, ես ընդունակ եմ իմ գիրքը հանրային դարձնելու, ընդունակ եմ ավելի ուժեղ լինելու ու չկոտրվելու, որ որքան էլ լացեմ, որքան էլ ինչ-որ մեղադրեմ ինքս ինձ, բայց հաստատ երբեք չեմ հանձնվի։ Ցանկացած փուլում կյանքում չեմ հանձնվի, որովհետև ես արդեն այդ փորձը ունեմ, թե ինչպես կարելի է միայնակ կանգնել 2 ոտքիդ վրա ամուր ու քայլել։ Իվանասը, երբեք մեծ։ Սա կփոխել։ Այո, կփոխեմ երբեք չանցնվել։ Շատ լավ։ Անի որ միշտ մարզերից, գյուղերից մարդիկ։ Ինչպես ստացվեց, որ դու հակառակը, մայրաքաղաքից։ Իրականում կարծում եմ այդ մարդկանց հոգեբանությունը նախ պետք է հասկանալ։ Իմ հոգեբանությունը այնպեսին էր, որ ինձ համար կապ չունի քաղաք թե գյուղ, ինձ համար կարևորը մարդիկ են։ Մարդիկ, ովքեր որ ինձ շրջապատում են։ Ես չեմ սիրում կեղծավորություն։ Ես տանել չեմ կարողանում կեղծիկ կամ ինչ-որ սուտ ասվածը ու երբ որ այնպես ստացվեց, որ ես սովորում էի Գրիգորի Բժշկավ հումանիտար քոլեջում, 1 տարի սովորել եմ այնտեղ, փորձել եմ ինձ տարբեր մասնագիտություններում ու երբ որ իմացա, որ պետք է գամ տատիկիս մոտ, ծնողներիս հետ երկար քննարկեցինք, հասկացանք, որ իրականում ես ընդունակություններ ունեմ ու բացի դրանից ես այս մասնագիտությունը բավականին շատ սիրում եմ, որովհետև սիրում եմ մարդկանց հետ շփվել։ Վախեր ունեմ տարբեր բժշկական տերմիններից, վիրահատություններից եւ բժշկությունը կատեգորիկ իմը չէր։ Որոշեցի, որ պետք է գամ այստեղ։ Եվ հապճեպ որոշում տեղի ունեցավ, բայց ավելի շատ քննարկումներ եղան, քան պատրաստման ընթացքը։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ գյուղից գնում են քաղաք, ինձ թվում է ավելի շատ գնում են նրա համար, որովհետև ես ուզում եմ, որ բոլորի ուշադրությունը, ղեկավար մարմինների, իշխանության բոլորի ուշադրությունը կենտրոնացվի նաև գյուղերի վրա, որպեսզի մարդիկ այստեղ եւս հետաքրքրությամբ կարողանան գալ։ Անուշ ջան, դու ինչ կասես։
Մի որոշ ժամանակ ապրելուց հետո ոնց է ստացվում։ Մարզն է ավելի լավ, թե քաղաքը։ Կոնկրետ ինձ համար մարզում ավելի հաճելի է, որովհետև շատ դժվար է հենց առաջին քաղաքում տեղաշարժվելը։ Ինչ որ տեղից տեղ գնալը ամբողջ օրվա կեսը տանում է։ Այստեղ այդպեսի խնդիր չկա, հիմնականում հեշտ է ամեն ինչ ավելի արագ կազմակերպել, բայց պետք է նաև հասկանալ, որ մեր մարզերում հնարավորությունները զարգացման եւ կրթության չափազանց քիչ են։ Ամենայն հավանականությամբ քոլեջն ավարտելուց հետո ես էլ կգնամ քաղաք կրթության համար ավելի մեծ հնարավորությունների ու ավելի շատ առաջ գնալու համար։ Ես հաստատ այստեղ կվերադառնամ, բայց վաղուց զորում մնալով ու առհասարակ մարզերում մնալով հնարավոր չի բարձրագույն կրթություն ստանալ։ Դա ամենամեծ թերություններից մեկն է։ Մարզերում առհասարակ պետք է լինեն բարձրագույն կրթության հնարավորություններ։ Ժամանակին մեզ մոտ կար Ժող ինստիտուտը, որը շատ շուտ փակվեց, վերջերս փակվեց ու շատ մեծ խնդիր էր, որովհետև շատ ուսանողներ Գեղարքունիքի մարզից ու Սյունիքի մարզից կարողանում էին գալ այստեղ ու կրթություն ստանալ։ Հիմա համալսարանի բացակայության պատճառով նրանք նույնպես մեզ հետ արդեն պետք է տեղափոխվեն Երևան։ Օրինակ այստեղ կան բավականին շատ մասնագետներ, ովքեր որ պատրաստ են ուսանողներին աջակից լինել ու օգնել, ինչպես հիշեցին ընկերուհին, բացակայուն կրթության խնդիրը այստեղ իրականում շատ մեծ է, եւ եթե ես հնարավորություն ունենամ, բոլոր հարթակներում կարող եմ բացատրել թե խնդիրների, թե առավելությունների մասին։ Իրականում այստեղ մեր շատ սիրելի մասնագետներից Նորիկ Մկրտչյանը, Հասմիկ Գևորգյանը, մեր Կուստեկը, Հակոբյանը Սուսաննան եւ Արգամ Դովլաթյանը, մեր բոլոր մասնագետները եկան ու իմ կողքին կանգնեցին։ Երբ որ իմացան, որ ես գիրք եմ գրել, առաջինը շնորհավորեցին, առաջինը հետաքրքրվեցին, թե ինչի մասին է, կոչ արեցին ուսանողներին, որ նմանատիպ ստեղծագործությունները պետք է շարունակական լինեն, կոչ արեցին բոլորին, որ գիրք գրելը նորաձևության ինչ որ նշան չէ, որ գիրք գրելը հնություն չէ, գիրք ընթերցելը հնություն չէ, որ գիրք գրելը, գիրք ընթերցելը կարող է դառնալ կարևոր քայլ ուսանողների համար, որպեսզի նրանք կարողանան առաջ շարժվել։ Եվ հենց այդ տեսանկյունից կարող եմ նշել, որ այն մարդիկ, ովքեր որ երբևէ կցանկանան ինչ-որ գիրք գրել կամ հրատարակել, ընթերցել, իրականում ինչքան էլ ապրենք այդ արհեստական բանականության կոչված կյանքի մեջ, գրքերը, տեքստերը, գրքի բույրը ամբողջը պետք է տարածված լինի, ու ինձ թվում է սա ամենահարմար առիթն է նշելու համար, որ Վայոց Ձորում ուսանողները ուղղակի պոտենցիալ ունեն առաջ գնալու, ուսանողները կարող են առաջ գնալ ու կարող են դառնալ հասարակության այն շեմը, որի վրա հենված կլինի մի ամբողջ պետություն։ Շատ լավ ասացիք, քանի որ խոսեցինք Վայոց, կարելի է ընտրել Վայոց Ձորի ֆիլմ։ Իհարկե համաձայն եմ։ Այո։ Մասլով թե ենք ընտրել։ Այո։ Մեր մարզին ասում եմ։ Այո։ Շատ լավ նկարագրություն է։ Սա մեր մասլով թե։ Հիմա մենք ընտրենք Միշի մայրիկը թե։ Միշտ պատմես Անեի մասի եւ այս թեյի։ Թեյը կոչվում է Սարի թեյ, մեր մարզի թեյերից մեկն է եւ սրճարանի ամենաառաջին համագործակցություններից։ Սրճարանը շուտով կբացվի ապրիլի 1-ին, կոչվում է Մեղրածոր։ Ամենականացի, ամենահանգիստ, խաղաղ միջավայրն է, մայրիկիս մտահաղացումն է, փորձել է ստեղծել այնպիսի բան, որ ուսանողների եւ կանանց համար հարմար լինի, որ այդ կոմֆորտ միջավայրը ստեղծվի, որովհետեւ այլ սրճարաններում շատ հաճախ աղմուկն ու դանմիջականությունը խանգարում են ընդհանուր մթնոլորտը, իսկ այստեղ հնարավոր է գալ, կրթվել, քննարկել ու ինչ որ կերպ նաեւ ավելի առաջ գնալ, ավելի զարգանալ։ Այստեղ կնշեմ, որ Անին իդեալական կնոջ կերպար է, որովհետև դեռ ըստ տեղեկությունների, որոնք որ ես ունեմ, 2019 թվականից ի վեր ինքը համարվում է կին ձեռներեց, որ կատարել է բավականին լավ գործողություններ հենց կանանց համար, հենց տարբեր ընտանիքների համար, բացի այդ անձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իրեն եւ իր ամբողջ ընտանիքին, որովհետեւ այս կոլորիտային միջավայրում
իր անձնական հարաբերությունները, իր մարդ տեսակը իրականում բավականին լավն է, որովհետև ինքը այն կին ձեռներեցներից էր, որ առաջինը եկավ ու որոշեց, որ ինձ պետք է օգնի։ Ցանկացած հարցով Անիկուրիկը միշտ մեր գուցի կողքին է եղել։ Մենք ցանկացած հարցով կարող ենք նրան վստահել։ Դա կլինի անձնական ինչ-որ հարաբերություններ, դա կլինի ինչ-որ գործնական։ Հասանյաց սրահ ունի նաև Անիկուրիկը, որտեղ որ ուղղակի ցանկացած աղջիկ իրեն կարող է զգալ որպես թագուհի կամ որպես արքայադուստր, որովհետև իրականում շատ լավ մոտեցում է բոլոր հաճախորդների նկատմամբ, անգամ եթե դու ուղղակի կարող ես մտնել եւ տարածք ուղղակի նայել, անին այնպիսի վերաբերմունք հացույց տալիս, որը որ ես ոչ միտեղ գրեթե չեմ կարողացել տեսնել։ Այո։ Այս զորի մեղրն է ներկայացնել։ Այո։ Մենք ունենք ուտեստներ, որոնք ընդգրկում են մեղր, ու մեղրը օգտագործվում է այնպիսի սոուսների կամ բաղադրատոմսերի մեջ, որ մինչև այս ոչ ոք չի օգտագործել կամ չի պատկերացրել, որ կարելի է օգտագործել։ Դրա համար անունը հենց այդպես է կոչվում ու ամեն ինչ կապվում է մեղրի հետ։ Ինձ թվում է մեղրի հետ կապված նաև որպես աշխատասեր մեղուն կարող ենք ընդունել ու մեր կուրսի, մեր քոլեջի ամենաաշխատասեր աղջիկներից մեկը Անուշն է, որ այս գրքային միջավայրը իրականում Անուշի նման մարդկանց համար է։ Ինքը բավականին շատ սիրում է գրքեր ընթերցել, ինքը եւս գիրք է գրում, որի մասին ես չեմ կարող խոսել, բայց ինքը կարդացել է գրեթե շատ գրքեր, որոնք որ գրադարանում կան, անսահման են ուղղակի այն ցուցակները, որտեղ որ ուղղակի ինքը գրել, ստորագրել է, որ ինքը այս գիրքը վերցնում ու կարդում է, ինքը ընթերցում է տարբեր լեզուներով, ինքը այն մարդն է, որ ձգտում է ամեն ինչ հասցնի, թե աշխատանքը, թե ընկերների հետ հարաբերությունները, թե ընտանիքի հետ հարաբերություններն ու թե ամենակարևորը ինքնակրթությունը, որովհետև ինքը այն եզակի մարդկանցից է, որ ամեն ինչից ձգտում է ինչ-որ գաղափար կազմի, թե օրենքներից, թե մարդկանցից, հոգեբանությունից, գրեթե ամեն ինչից, ու իմ համար ամենակարևոր մարդկային հատկանիշներից մեկը ինքը մաքսիմալ անկեղծ է, ու բացի դրանից ինքը շատ կենդանասեր է, ինչը որ իրականում մարդկանց մեջ իմ համար շատ կարևոր կետ է, որ մարդը լինի կենդանասեր, որովհետև եթե մարդը կենդանիներին չի սիրում, ինքը չի կարող ոչինչ սիրի, ուղղակի։ Դա իմ մտածելակերպն է ու սուբյեկտիվ կարծիքը, որովհետև Անուշը բոլորին վերաբերվում անենց, ոնց որ կուզեր, որ իրան վերաբերվեին։ Ինքը բոլորին օգնում է ու առաջի կուրսից այդպիսի հաց չի եղել, որ անտեսի, դա կապ չունի տղա, աղջիկ, տարիքով, թե ուղղակի երիտասարդ, ինքը միշտ պատրաստ է օգնի ու այս տեսանկյունից ուզում եմ, որ ինքը միշտ հաջողությունների հասնի, ու ես իմ փոքր լուման, իմ մեծ լուման ամեն ինչ կարող եմ ունենալ, ուղղակի, որ ինքը այդ հաջողություններին հասնի, որովհետև հաջողությունների հասնելու ճանապարհին պետք է ինչ-որ մեկը, որ օգնի։ Ու բացի ծնողներից, բացի ընտանիքից, պետք է նաև ընկերներ, ովքեր որ պատրաստ կլինեն քեզ օգնեն, ու այդ տեսանկյունից կարծում եմ, որ թե ընկերությունը, թե իրար օգնելը շարունակական կլինի։ Թողենք նաև շնորհավոր այսպիսի ներկայացուցիչ, Այո, բավական։ Այդ տեսանկյունից նաև շնորհավոր ենք ձեզ ու նաև շնորհակալություն հայտնենք, որ դուք այսօր այստեղ եք ու ձեր ժամանակից մեզ տրամադրել եք։ որ եթե կարողանամ որևէ մի փոքր մասի կողմներ, դելի աղջիկներ կանայք շնորհավորում են դերնոսակը եւ ցանկանում են Անուշյան, պատմես քո գրքից։ Իմ գրքի մտահղացումները շատ տարբեր են եղել իմ կյանքի բոլոր փուլերում, որովհետև ես շատ փոքր տարիքից եմ սկսել գրել ու ամեն ինչ նկատվել եմ նաև իմ դպրոցի, իմ դասվարների, իմ ուսուցիչների կողմից ու ժամանակի ընթացքում փորձել եմ ավելի առաջ գնալ, ավելի զարգացնել, բայց ոչ միշտ եմ մոտիվացիան ունենում շարունակելու։ Այս պահին ունեմ շատ գեղեցիկ մտքեր ու Նարեի աջակցության ու ոգեշնչման շնորհիվ փորձում եմ ես էլ ավարտել ու ինչ որ մի բան կազմակերպել այդ գրքի շուրջ։
Ես վստահ եմ, որ Անուշը ամեն ինչի կհասնի, որտեղ ինքը շատ աշխատասեր է։ Դա քեզանից աշխատասեր չեմ կարող։ Իրականում մենք իրար ուղղակի լրացնում ենք, ինձ թվում է ոչ մեկ ոչ ավելա, ոչ պակաս, մենք ուղղակի իրար փորձում ենք լրացնենք ու մեկս մյուսի համար ոգեշնչման աղբյուր դառնանք։ Օրինակ ես շատ ուզում եմ գիդ դառնալ ու այդ տեսանկյունից Անուշի ինձ համար ոգեշնչման աղբյուր է, որովհետև ինքը եւ հասցնում է աշխատի եւ տուրիստների հետ այնպես շփվի, որովհետև կարևորը մեր մասնագիտության մեջ հյուրընկալությունն է։ Տուրիստին ինքը վերաբերում է այնպես, ինչպես որ իր հարազատին, ով որ կգա իր տուն։ Ինքը նման ձև է վերաբերվում ու դրանից ես շատ ոգեշնչվում եմ։ Այստեղ նաև ես մի քիչ էլ անդրադարձ կատարեմ իմ գրքին, այդ հյուրընկալության, հյուրասիրության հետ կապված, որ լուսեն դեպքեր տեղի ունենում Արցախում։ Մեր պատմական հայրենիքում ու այստեղ չնայած տարբեր քաղաքական հայացքներին, տարբեր մշակութային արժեքներին, ես միշտ ասել եմ ու կասեմ, որ ինձ համար ամբողջ Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Սյունիքը, Արցախը, ամեն ինչ ուղղակի մի Հայաստան է ու մի ժողովուրդ։ Դեպքերը սարկանում են Արցախի հանրապետությունում ու Արցախից տեղափոխված աղջիկը, ով գալիս է Հայաստան, որ իր հորը գտնի, բավականին մեծ դժվարությունների մեջով անցնում ու այստեղ կարևոր է հայերի հյուրընկալությունը, որովհետև թե պատերազմի օրերին, թե պատերազմի օրերից զատ այն մարդիկ, ովքեր մտել են Հայաստան, մտել են այնպես, ինչպես մտել են իրենց տուն։ Եվ այստեղ կարող եմ նշել, որ հայերը, հայ ազգը համարվում է ամենահյուրընկալ ժողովուրդներից մեկը ու հենց մեկը իմ վրա կարող եմ օրինակ բերել, որ ես Երևանից եկա այստեղ եւ հանդիպեցի նորից հայ ազգի հյուրընկալությանը, որովհետեւ չվերաբերվեցին այնպես ինչպես օտարի, այլ այնպես ինչպես տեղաբնիկի ու կասում եմ դա ամենակարևոր քայլն է։ Անուշ ջան, ի՞նչ է վարդը։ Դեռ ոչ, բայց շուտով կավարտեմ, բայց մտքերը երբեմն այնքան շատ են, որ դժվար է կողմնորոշվել, որ մեկը կարելի է ավելի շատ առաջ տանել, որ հերոսին կարելի է ավելի շատ առանձնացնել, կարծում եմ իմ ամենամեծ խնդիրներից մեկն այդ է։ Ես առանձնացնում եմ բոլոր հերոսներին իրենց առանձնահատկություններով ու բնավորության գծերով ու վերջում ինչ որ մի բան միշտ խառնվում է, բայց վերջը շուտով կերևա։ Շնորհակալություն շատ։ Գիտագիր, այնտեղ չեն կարող բոլորը լինել երազներ։ Իսկ դու բոլորին դասնես երազ։ Համար է խնդիրը։ Դու կտարբերվես։ Ընդհանուր ասացի։ Տարբեր թեմաների մասին գաղափարներ կան, բայց կարծում եմ իմ առաջին գիրքը կլինի ցեղասպանության մասին, դրա համար է երկարը, որովհետև ես փորձում եմ ավելի ու ավելի շատ ուսումնասիրել ու ավելի շատ փաստարկներ ունենալ, քանի որ նպատակ ունեմ հիմնական պատմության ետևում թաքցնել դա եւ բարձրացնել այդ հարցը աշխարհի համար, քանի որ ես տիրապետում եմ անգլերենին, կարծում եմ փորձեմ գիրքը միջազգային առումով ավելի հայտնի դարձնել, քանի որ իմ նպատակն է ցույց տալ ցեղասպանության հետևանքները թե այն ժամանակ եւ թե հիմա։ Այո։ Հնարավոր է դες նոր։ Ավարտելուց հետո հնարավոր է թարգմանություն